Շնորհակալություն, որ եկել եք, այսօր փաստաբան Լիպարդ Սիմոնյանը ներկայացնի Աշոտ Արուշանյանի հանրահայտ գործի մանրամասները, բոլորը գիտեք, որ վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, այժմ պարոն Սիմոնյանը մանրամասները ներկայացնի և այնուհետև պատասխանի ձեր հարցերին։ Վերաքննիչ դատարանում գործը տևեց բավականին երկար, որը վերաքննիչ դատարանի պրակտիկայով շատ քիչ դեպքերում է տեղի ունենում։ Հիմնականում 1-2 նիստ է տեղի ունենում եւ ավարտվում է։ Տվյալ դեպքում նիստերը տեղի ունեցան բազմաթիվ դատական նիստերի հաջորդականությամբ, երևի 3-4 ամիս գործը գտնվում էր վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնեց վերաքննության կարգով քննելու գործը, դատարան հրավիրվեց նաև գործը քննող քննիչը եւ այդ օրվանից հետո, ասենց ասած, վերաքննիչ դատարանը դարձավ մեր համար ոչ դատարան, ճակերտների մեջ ասած։ Այսինքն սկսեց որպես դատարան իր լիազորությունները չիրականացնել, այլ հակառակը։ Բայց տեղի ունեցավ անհասկանալին, դատարանը ընդամենը սկսեց պաշտպանական կողմի բոլոր հարցերը հանել։ Այսինքն չթույլատրեց որևիցե հարց տալ։ Այսինքն իսկ այն հարցերին է, որոնք որ հաջողվեց տալ, պատասխան ըստ էության չստացվեց, որովհետև արդեն այդ դատարանի պահվածքից այնքան էր ոգևորվել քննիչը, որ ասում է չեմ պատասխանում, չեմ ասում, լավ եմ արել, այդ տիպի պատասխաններ։ Հիմա վերաքննիչ դատարանը կարծես հետագայում, երբ որ ծանոթացա արդեն վերաքննիչ դատարանի որոշման հետ, իմ համար ակնհայտ դարձավ, որ վերաքննիչ դատարանը ընդամենը մի հատ շղարշ է կատարել եւ ավարտել։ Ըստ էության այդ 4-5 ամիս տեղի ունեցած դատաքննության վերաբերյալ որևիցե բառ չկա այդ դատական որոշման մեջ։ Կարծես այդ քննիչը ընդհանրապես չի էլ հրավիրվել դատարան։ Որևիցե բառ չկա, որ ասենք քննիչ Մուշեղ Ալեքսանյանը դատարանում հայտարարեց սա կամ նա։ Բերեմ ընդամենը մի բան, մի հանգամանք։ Ասում եմ, Արտաշես Գալուստյանը գործի տվյալների համաձայն ամբողջ գիշեր պահվել է քննչական բաժնում։ Այդ հարցը հանվում է։ Բացառողական քննություն է կատարում։ Բայց չպարզենք այդ մարդին չի համար ամբողջ գիշեր ցուցմունք տալուց հետո պահվել։ Այն դեպքում, երբ որ գործի տվյալներով ակնհայտ է, որ ԶՊՎ տեղափոխվելուց հետո տվյալ անձի Արտաշես Գալստյանի մեջքին հայտնաբերվել են կարմրավուն հետքեր։ Այսինքն բնականաբար ծեծի արդյունքի մասին կարա խոսք լինել, գոնե կասկած կարա լիներ, որը հիմք էր այդ առումով քրեական գործ հարուցելու եւ քննություն կատարելու համար, խոշտանգումների առումով։ Առավել եւս, որ նույն Տիգրան Առաքելյանի հələ դեռևս այս գործի հետ չկապված ցուցմունք է տալիս Տիգրան Առաքելյանը, որ իրենց խցում, պահվող Արտաշես Գալուստյանը պատմել է իրեն, որ Էրեբունու բաժնում իրենց այցի են ենթարկել, խոշտանգել են, այլն։ Նույնիսկ Ռետինե Մահակի պատմություն կար այնտեղ, չեմ ուզում այդ բառը օգտագործեմ, որ կնկարենք, հետևիցը կուղարկենք մեկուսարան։ Իսկ հետագայում, երբ որ այդ տղան դուրս խափանման միջոցը փոխվում է եւ կախվում է, իսկ ինչու հարց չէր քննարկվում, որ գուցե այդ տղայի ինքնասիրությանն են կպել։ Եվ դա իր, ասենց ասած, էլ կյանքի իր համար նշանակություն չի ունեցել։ Եվ այդ ուղղությամբ նույնպես որևէ քննություն չի կատարվել։ Լավ, անդրադառնանք վերաքննիչ դատարանին։ Ուղղակի վերաքննիչ դատարանը արտատպել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ուղղակի թույլ տալով եւս մի, ասենց ասեմ, ակնառու խախտում, որի, ասենց ասած, այս մամլոասուլիսի նաև հիմնական նպատակը դա է։ Նայեք, եթե հիշում եք Առաջիատյանի դատարանը տվյալ անձի Արտաշես Գալուստյանի նախաքննական ցուցմունքները եւ Աշոտ Արուշանյանի այդ առերես հարցաքննությունը անթույլատրելի էր ճանաչել, սակայն դատավճռում դա դիտարկելով որպես հիմնավոր վարկած, ոնց ասած, որը քրեական դատավարության օրենսգրքի սահմանադրության էական խախտում է, դիտարկը դրել էր մյուս ապացույցների համակցության մեջ, թեև այլ ապացույց գոյություն չունի։ Այսինքն կոպիտ ասած, հիմնավոր վարկածը դրել է դատավճռի հիմքում։ Հիմա վերաքննիչ դատարանը իր որոշմամբ ասում է, չէ, Առաջիատյանի դատարանը սխալ է թույլ տվել, դա լավ էլ բան էր, ապացույց է։
թույլատրելի ապացույցը։ Այսինքն, ոչ բողոք կա վերաքննիչ դատարանում այդ կապակցությամբ։ Եթե հիշում եք, վերաքննիչ դատարանում նույնիսկ մեղադրողը Ուզոյանը միջնորդությամբ հանդես եկավ տվյալ ապացույցը թույլատրելի ճանաչելու մասին 3 դատավորով քիչ էր մնում ծեծեին։ Ասելով, որ պարոն մեղադրող, ախր 385 հոդված կա, մենք իրավունք չունենք այդ շրջանակից դուրս գանք, դուք էլ այդ կապակցությամբ բողոք չեք բերել։ Այսինքն բոլորի համար ակնհայտ էր, որ այս թեման փակ է։ Սակայն կարդում եմ ես վերաքննիչ դատարանի որոշումը, մեջբեր եմ ուղղակի, վերաքննիչ դատարանը մեղադրողի միջնորդության եւ դիրքորոշման հիման վրա մեկ անգամ եւս վերլուծության ենթարկելով Արտաշես Գալստյանի կողմից 20.06.2012 թվականին տված ցուցմունքը, նրա ու Աշոտ Արուշանյանի առերեսման արձանագրությունը դատարանի կողմից որպես ապացույց անթույլատրելի ճանաչելու օրինականության ու հիմնավորվածության հարցը եկավ համոզման, որ դրանք անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ դատարանի հետևությունները չեն բխում քրեական դատավարության օրենսգրքի 105 հոդվածից։ Հիմա բողոք գոյություն չունի այդ կապակցությամբ, սակայն դատարանը իր լիազորություններից դուրս է գալիս եւ ասում է, որ չէ, սա հիմնավոր է։ Հիմա համաձայն 385 հոդվածի վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայվում է վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում։ Այսինքն դուրս եկավ, որ վերաքննիչ դատարանը ասում է, այսօրվանից ես կանոնները փոխում եմ որոշում կայացնելուց։ Սրանից հետո ֆուտբոլ ոտքով չենք խաղում, ձեռով ենք խաղում։ Խաղի կեսից մենք ֆուտբոլը ձեռքով ենք խաղում։ Պաշտպան դու ոտքով ես խաղում, բայց մենք ձեռքով ենք սրանից հետո խաղում։ Կանոնները փոխել են, կոպիտ ասած։ Բայց հաշվի չեն առել մի հանգամանք, որ իրանք արդեն իսկ հակասում են իրանց նախկինում կայացված որոշումներին, կապված հենց Ուզոյանի միջնորդության հետ, թեկուզ պատասխանում նշած բանի հետ, որ պետքա թույլատրելի ճանաչվի, բացի այդ հակասում են նաև Վճռաբեկ դատարանի կողմից բազմաթիվ նախադեպերին։ Մեջբերեմ ընդամենը մի նախադեպ Վճռաբեկ դատարանի կողմից Լոռու մարզի դատարանի դատավճռի հետ կապված, ուրեմն Վճռաբեկ դատարանը իր որոշման մեջ նշել է քրեական դատավարության օրենսգրքի 385 հոդվածի առաջին մասի համաձայն վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում։ Այս իրավանորմից բխում է, որ վերաքննիչ դատարանը իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում։ Կարծում եմ շարունակելը այս առումով դառնում է անիմաստ։ Որ նոր միջև մամուլասիրիսը սկսելը բուկվան 10 րոպե առաջ ես հանրապետության դատախազին բողոք եմ ներկայացրել, որպեսզի քրեական գործ հարուցվի քննիչ Մուշեղ Ալեքսանյանի եւ դատախազ Տիտար Ուզոյանի նկատմամբ։ Եվ ես խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներից, որ անմիջապես պահեք ձեր հսկողության, ձեր ուշադրության կենտրոնում, որովհետև ես մանրամասը այս բոլորը ինչ կա չկա, բոլորը ներկայացրել եմ հանրապետության դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի քննիչ Մուշեղ Ալեքսանյանի եւ Տիտար Ուզոյանի եւ ոստիկանության աշխատակիցների վրա։ Ակնհայտ 10 հոգի ցուցմունք կա, որ Արտաշես Գալստյանի նկատմամբ եղել է խորտ մեթոդներով, խոշտանգումներով, ֆիզիկական բռնություններով, տղամարդկային արժանապատվությունը գծելով ցուցմունք կա։ Եթե նա դատարանում եւ նախաքննության ժամանակ Երևան քաղաքի քննության ժամանակ ցուցմունք տվել, դեռևս նա չգիտեր ով է ձերբակալված, ով չի ձերբակալված, ինչի համար, նա իրականությունը ինչ պատմել է Արտաշես Գալստյանը իրեն, ինքը եւ նախաքննության ժամանակ տվել եւ դատարանում, եւ եկավ դատախազի աշկերի մեջ նայելով, ասեց քննիչ, դատախազ եւ տուժողներ դա մեկ մարդ է։ Ես Արտաշես Գալստյանը հենց ձեզանից էր շատ սրտեղված, պարոն դատախազ։ Եթե դուք պաշտած հսկողություն իրականացնեիք, միգուցե այդ տղան այդ քայլին չէր գնա։ Եթե իհարկե դա հələ ապացույց չի, դա ինքնասպանություն է, թե սպանություն է։